Պարոն Արամյան, երեկ որոշում կայացվեց ՀԵՑ-ը լիցենզիայից զրկել։ Տնտեսության համար հասկանանք, սա ինչ է նշանակում։ Նախ առաջինը լիցենզիայի զրկումը դա արդեն սպասելի էր, իսկ տնտեսության համար դա ինչ է նշանակում, բազմիցս ես ասել եմ դրա մասին, դա նշանակում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրողների համար Հայաստանի թեման փակ է։ Պետք է մոռանան, որ ասենք ավտոնոմ կարգով օտարերկրյա ուղղակի ներդրողները կշտապեն դեպի Հայաստան, որովհետև շատ բարձ դատողություն են անում։ Ասում են, եթե համակարգացած կամ այսպես ասած կարևորագույն ընկերությանը, կառավարությունը միջամտում է եւ զրկում է լիցենզիայից, դա նշանակում է, որ նույն հաջողությամբ դա կարող է անել այլ ոլորտներում, ընդ որում այսպես ասած ունե զրկել, ես այդ բառն եմ օգտագործում, որովհետև տնտեսագիտորեն կարծես թե դա նմանվում է դրան, որովհետև ՀԵՑ-ի հանձնաժողովի քննարկումներին ես հետևել եմ, անկեղծ ասած, ես չկարողացա հասկանալ վերջիվերջո հանրային էական վնաս հասցրած թեման որն էր։ Դա ենթադրենք լավ որոշակի տվյալներ են Հոմանոս Պետրոսյանը կներեք, բարբերաբար ինչ-որ խախտումների մասին էր բարձրաձայնում, այսպես կետերով նշում էր, ինչ խախտումներ է եղել։ Գիտեք, այդպես ես կարող եմ թվարկել ցանկացած ընկերության մասով, ենթադրենք, ասենք հազարավոր էջերի վերաբերել խախտումներ, բայց այդպես չեն անում, հասկանում եք, ցանկացած խախտում, ենթադրենք, պետք է մենք հասկանանք, թե դա ինչի հանգեցրեց, ինչ հետևանք ունեցավ, որն է այն ծաղկը, որը հասարակության ճտին է եղել, որ հասարակությունը կրել է։ Ես ասեմ, մի քանի անգամ այդ մասով ես տեսակետ եմ հնչեցրել, տեսեք, իրականում երբ որ խոսում ենք վատ կառավարման մասին, թվերը մեզ հուշում են դրա մասին։ Վատ կառավարումը այլ հավասար պայմաններում, եթե վերցնում ես նույն ոլորտի երկու ձեռնարկություններ կամ երկու կառավարման ժամանակահատված, ամենաառաջի ազդակը տալիս է դա, թե որքան է նրանց ֆինանսական ցուցանիշները, ու առաջի հերթին շահութաբերության ցուցանիշները, դրա լևերեջը, կանխիկ լիկվիդայնությունն ու արդյունավետության ցուցանիշները, սրանք առաջի, այսպես ասած, սկրինինգն են, որը որ դու կարողանում ես անես։ Եվ եթե ուշադրություն դարձնենք 14 թվականից ներքև ՌԱՕ-ի կառավարման ժամանակ ՀԵՑ-ը եղել է վնասաբեր, եւ դա տեղափոխվում էր ազգաբնակչության ուսերին, որովհետև անդադ տարիֆներ էին բարձրացվում։ 2015 թվականից այսքան ՀԵՑ-ը կառավարվել է շահույթով, ընդ որում բավականին մեծ շահույթներ է եղել է տարի, որ ընդհանուր մինչև 30 միլիարդից ավել շահույթ է գեներացրել ՀԵՑ-ը, ընդամենը 1 տարի է նա վնասով աշխատել, դա 2020 թիվն է եղել, եւ դա բոլորս գիտենք ինչի համար է։ Կուտակային 15 թվականից մինչև 24 թվականը ՀԵՑ-ը գեներացրել է շուրջ 330 միլիոն դոլարի շահույթ, հա, եւ ներդրում է կատարել, հարց է առաջանում, այս շահույթը արդյոք Սամվել Կարապետյանի թիմը կամ հիմնական բաժնետերը իրենց են վերցրել, ոչ, դա վերաներդրվել է տնտեսության մեջ, եւ եթե մենք օգնության կանչենք օրինակ կանխիկ հոսքերի ֆինանսական հաշվետվությունը, այնտեղ կտեսնենք, որ ՀԵՑ-ի այդ Սամվել Կարապետյանի թիմի կառավարման օրոք այդ բոլոր շահույթները վերաներդրվել են համակարգում, հիմնական միջոցներ են ձեռք բերել եւ կուտակային դա շուրջ 770 միլիոն դոլարի կարգի է եղել, պատկերացնում եք, այսինքն ինքը մոտ 333 կամ 36 միլիոն այդ ամբողջ տարիների ընթացքում ունեցել է շահույթ կուտակային եւ 770 միլիոնի չափ դոլարի չափ նա ներդրում է կատարել։ Ընդամենը 1 տարի է, որ դիվիդենդ է բաշխել, դա եղել է 2024 թվականը 11.6 միլիարդ դրամի չափով։ Հիմա թվերը համեմատեք, այսինքն այս թվերը խոսում են նրա մասին, որ ընդհանուր առմամբ թերությունները ցանկացած ընկերություն դուք մտեք եւ հսկողություն սահմանեք, աուդիտ արեք, կտեսնեք, որ թերություններ կլինեն, բայց գլոբալ պատկերի մեջ, համայնապատկերի մեջ թվերը երբեք չեն խափում, հասկանում եք, եւ այդ թվերը իմիջիալոց հավաստվել է աուդիտորական ընկերությունների միջոցով, որոնք մտնում են խոշորագույն քառյակի մեջ, KPMG կամ Ernst & Young, նրանք հավաստել են, որ այդ ցուցանիշները ճիշտ են, այսինքն
Այլ հավասար պայմաններում ես անընդհատ կրկնում եմ, հեծի կառավարումը զուտ նայելով ֆինանսական դատելով ֆինանսական ցուցանիշներից լավ է եղել եւ բարդ է լինելու բավական, եթե չասեմ անհնար, որպեսզի միջազգային նացիաներում ապացուցեն, որ էական վնաս է։ Ես ուզում եմ օգտագործեմ այդ տերմինը էական վնաս է հասցվել հանրության շահերը, որովհետև այդ երեք դրվածքները, որոնք երեք դիպվածքները, որը որ գործող նշանակված կառավարիչը խոսում է, ասենք ենթադրենք նույն հավելագրումներն ու կամ թերագրումները, լավ, ինչքան է դա կազմել ցուցանիշով միտեղ թե հավելագրումներ են կատարել, միտեղ որոշ տեղամասերում թերի են նշել, եւ դա ինչ է հանգեցրել, հասկանում եք, կամ ենթադրենք այնտեղ ֆինանսական տեսանկյունից ընդհանրապես որ ճիշտ բաներ են ասում են հեծը տվել է երաշխիքներ, եւ ինչ, ասենք իր խմբը չէ, որ իր խմբի մեջ ընկած ընկերությունների մասով դա որևիցե միտեղով սահմանափակված չէ Ընդ որում դուք նայեք շրջանառությունները, այնտեղ եթե չեմ սխալվում, խոսվում էր $7 միլիոն, լավ $7 միլիոն մասին խոսում եք ինչ ժամանակահատվածում, այդ ինչ վարկ է եւ այլ հասկանում եք այնքան նրբին հարցեր կան, որոնք որ այսպես մեծ պատկերի մեջ միգուցե խոսում են ենթադրենք սա այն արե, բայց ընդհանուր պատկերի մեջ թե դա արդյոք բերել է հանրության էական շահերի ոտնահարմանը կամ ասենք վնասների կամ ինչ-որ նյութական խնդիրների, դա ես չեմ տեսնում, ասեմ ավելին, մեկ փոքր դիպվածք է, գիտեք, շատ տարակուսելի է, ես շատ եմ լսում, որ գործող իշխանության տարբեր թևերից խոսում են մի բանի մասին, որովհետև տեսակ, որ Moody's-ը սեպտեմբերի 12-ին, այո, եթե չեմ սխալվում, իջեցրեց, նրանք ասում են, բա այդպես է պետք է լինի, որովհետև դա հավասարազոր է երկրի վարկանիշին, որ չի կարող այդպես լինի։ Ես ցավում եմ, որ մարդիկ այդպես են խոսում, որովհետև աշխարհում չի կարող ընկերությունը, որը աշխատում է Հայաստանում, ավելի բարձր լինի, քան պետության վարկանիշը։ Գիտեք, դա գալիս է իրենց անտեղյակությունից։ Լավ, որովհետև նախ առաջինը, եթե իրանք դա են ասում, դա նշանակում է իրենք կասկածի տակ են դնում հեղինակավոր Moody's-ի վարկանշման մեթոդոլոգիան։ Հա, այսինքն իրանք պետք է բանավիճեն, թե իր մեթոդոլոգիայի մեջ առաջինը Moody's-ը որտեղ է սխալվում։ Սա առաջինը։ Երկրորդ աշխարհում բազմաթիվ դեպքեր կան, որ հենց դա էլ կա։ Ես ձեզ օրինակ բերեմ։ Սևծովյան առևտրի եւ զարգացման բանկը, որի գլխամասը գտնվում է Սալոնիկիում, Հունաստանում, ինքը մշտապես ունեցել է A- ռեյտինգավորում։ Եթե նայեք օրինակ նույնիսկ ճգնաժամերի ժամանակ, գիտեք Հունաստանը իր բաժնետերերից մեկն է, հա, բանը։ Հունաստանը ունեցավ ճգնաժամ, ունեցավ նույնիսկ շատ ցածր անգամներով, ոչ թե ընդամենը մեկ նոշով, մեկ աստիճանով, այլ մի քանի անգամ ավելի ցածր վարկանիշ, բայց Սևծովյան բանկի վարկանիշը չփոխվեց։ Սևծովյան բանկի վարկանիշը շատ ավելի բարձր է, քան իր հիմնադիրների վարկանիշը։ Թող վերցնեն նայեն, հասկանում եք։ Այսինքն դա մի փոքր ճիշտ ասած տարակուսելի է եւ ցավում եմ, որ մարդիկ ցույց են տալի նրանց գիտելիքների զուրկ լինելը, թե դա ինչ է նշանակում, որ աշխարհում այդպիսի բան հնարավոր է։ Հնարավոր է ու բազմաթիվ են այդպիսի դեպքեր։ Վերջի բանն է, ուշադրությամբ թող իրենք կարդան Moody's-ի վարկանշող կազմակերպության հայտարարությունը, թե ինչի համար է իջեցնում։ Այդտեղ սևը սպիտակի վրա գրված է, հետև թարգմանեմ ինչ է գրված, գրած է մենք իջեցնում ենք, որովհետև կառավարությունը ոտնձգություններ է կատարում եւ մեծացնում է ռիսկը հեծի նկատմամբ։ Թող կարդան ինչ է գրել, ասեմ ավելին, այնտեղ նաեւ տալիս է հեռանկարն է փոխել են բացասականի։ Այսինքն դա ազդակ է, որ եթե սա շարունակվի, այս ոտնձգությունները, մենք հետագայում նորից էլի իջեցնենք։ Լավ։ Առաջիկայում լիցենզիայի ձեռքելուց հետո պետք է գնորդ գտնի կառավարությունը եւ Կարապետյանները իրենց կապիտալը գնահատել են $500 միլիոն չափով։ Որպես ֆինանսների նախկին նախարար, սա ինչ է նշանակում պետության համար այս գումարը եւ արդյոք պետությունը կարող է այդ գումարի տակից դուրս գալ, թե հնարավոր է գտնել այնպիսի մի գնորդ, որը կկարողանա իսկապես այս իրավիճակը Ես դժվարանում եմ ասեմ
կարողանան թե նա չեն կարողանա, որովհետև ակնհայտ է, որ Բավական մեծ է գումարը։ բավական մեծ է, բայց ասում եմ իրատեսական է, որովհետև գիտեք, հեծը իր բիզնեսի արժեքը գնահատելու մի քանի մեթոդիկա գոյություն ունի։ Այդ մեթոդիկաներից մեկը դա կանխիկ հոսքերի դիսկոնտավորված մոտեցումն է, որը շատ են օգտագործում։ Կային այնտեղ նաև այլ մեթոդներ, հա, ասենք ծախսային մեթոդը կամ ակտիվների զուտակների արժեքի մեթոդ, կամ նաև շուկայական մուլտիպլիկատորներ կամ ցուցանիշներ, դրանց հայմատական մեթոդ, բայց ամենալավագույնը, որ ֆինանսիստները օգտագործում են, դա դիսկոնտավորված կանխիկ հոսքերն են, ընդ որում հեծի պարագայում դա քիչ թե շատ ավելի տեսանելի է, որովհետև համակարգաստեղծը եւ մոնոպոլ դիրք է գրավում։ 500 միլիոն դոլարը ես կասում եմ շատ մեծ չի հեծի համար, որովհետև ես արդեն ասի ինքը մոնոպոլ է, ինքը իր կանխիկ հոսքերը կանխատեսել են եւ ակտիվների արդյունքով ինքը 337 միլիարդ դրամանոց ընկերություն, այսինքն խելքի մոտ է այդ 500 միլիոնը։ Ով պետք է վճարի, նախ եւ առաջ դա վիճարկում է ընդդեմ կառավարության գործողությունների, հա, եւ այստեղ մենք պետք է երկու բան նայենք, որքանով է իր հավանական, որ կառավարությունը կարողանա հակառակը փաստել։ Ես այդտեղ չեմ կարծում, որ կառավարությունը մասնագիտորեն կարողանա հիմնավորել, որ իր այս գործողությունները իրականում օբյեկտիվ են եւ իրատեսական են։ Մենք տեսանք, նորից չվերադառնանք այն քննարկումները, որոնք որ եղան, այն հիմնավորումները, որը ներկայացնում է գործող կառավարիչը, ես չեմ կարծում, որ դրա տակ կա լուրջ տնտեսագիտական կամ ֆինանսական միսկ, որ էական ազդեցություն են առաջացրել, հա, որովհետեւ այդպիսի դիպվածներ ընդամենը 3 էպիզոդ է դնադրված, կարող ենք մենք ունենք 100 էպիզոդներ նույնիսկ լինենք, հասկանում եք, եւ կൂട്ടակային դա ինչի է հանգեցնում, այս սա է կարեւորը, որ պետք է փաստարկված լինի, որը որ մենք չտեսանք։ Երկրորդը ես ճիշտ եմ հասկանում, դեռևս իրավական գործընթացներ կան եւ հետ սեփականատերերը դեռ պետք է այս պետության արբիտրաժում, այո, պետք է շարունակվի, ընդ որում տեսեք, արբիտրաժում կներեք նաեւ ընդհանցակարգի հետ կապված, երբ որ պետք է շարունակվի, իրենք ասում են 3 ամիս հետո պետք է գնորդ գտնեն կամ պետությունը գնի, այսինքն միջև իրավական գործընթացները չավարտվեն, 3 ամիսը կարող է դառնալ 4 ամիս, 5 ամիս։ Կարող է, բայց ամեն դեպքում տեսեք երկու բան տարանջատ ենք, հա, մեկը ով է լինելու հաջորդ գնորդը եւ երկրորդը արբիտրաժային գործընթացը։ Արբիտրաժային գործընթացը բերեք չխառնենք, թե ով է լինելու գնորդը, մեկը մյուսի հետ կապ չունի, որովհետեւ արբիտրաժային գործընթացը վիճարկում է Սամվել Կարապետյանի թիմը կառավարության գործողությունները եւ ասում են, լսեք, դուք ձեր գործողություններով հիմնադրին վնաս եք պատճառել եւ այն վնասը, որը որ մենք գնահատում ենք, սեղանի վրա ենք դնում, դա 500 միլիոն է եւ եթե դուք ինձ հիմա արգրավում եք կամ բռնագրավում եք այդ ակտիվները ինձանից, դրա արժեքը 500 միլիոն է։ Կառավարությունը պետք է գա հակառակը փորձի ապացուցել, նախ ապացուցել, որ դա օբյեկտիվ է եւ այլը եւ երկրորդը այդ 500 միլիոնը դա վիճարկել։ Այստեղ մենք կառավարության համար ունենք վատ լուր, որովհետեւ արդեն իսկ կառավարությունը մեկ անգամ արբիտրաժի գիտեք որոշումը չկատարեց, դա անկեղծ ասեմ միջազգային արբիտրաժների պրակտիկայի մեջ դա լավ բան չէ։ Դա արդեն միանգամից արբիտրների աչքերի առջև հակառակ կողմը, այսպես ասած, իր իրավունակությունը կամ այսպես ասած ճշմարտությունը իր վարքագծով արդեն ասեմ ասում է փոքրացնում է, որովհետև չի կատարում այդ որոշումը, այդ նշանակում է հաջորդ փուլին, որպեսզի նա կարողանա իր ճշմարտացիությունը ապացուցել, շատ ավելի մեծ ջանքեր է գործադրելու։ Ենթադրենք տեսականորեն Տաշիր կապիտալը հաղթեց այս գործը։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ իդեպ ես ասում եմ, այդտեղ իր շանսերը բավականին բարձր են, դա նշանակում է, որ այդ գումարը չի վճարելու կառավարությունը, դա վճարելու է հարկատուն։ Մենք ձեզ հետ միասին, մեր հարկերի հաշվին։ Եվ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այն գումարները, որով մենք պետք է զինամթերք գնենք մեր պաշտպանության համար, ճանապարհներ պետք է սարքենք, դպրոցները պետք է սարքենք, կառավարության գործողությունների արդյունքում մենք պետք է փոխհատուցենք վնասը այդ ընկերության։ Ով կդառնա գնորդը, նոր գնորդը։ Դա դեռ հարց է։ Իհարկե շշուկներ նաև կան, մենք տեսանք, որ թեզ շրջանառվեց, որ հանձնաժողովի անդամներ բարձր կազմով գնացել են Թուրքիա,
Ես չգիտեմ, ասենք այնտեղից են փնտրում գնորդ, թե այլ տեղից են փնտրում գնորդ, ամեն դեպքում, եթե ես լինեի օրինակի համար ներդրողի փոխարեն, ես անկեղծ ասեմ, արտաքին ներդրողի, այսպիսի խառը խաղի մեջ չէի մտնի։ Հասկանում եք, երբ որ տեսնեի, որ մեծ են շանսերը, չէ՞ որ ինչ ուզում է լինի, ուզում է այդ ընկերությունը լինի, եթե այլ հավասար քաղաքականա դնենք մի կողմ, հա, լինի թուրքական, եվրոպական կամ ասենք Միացյալ Նահանգների, հա, եթե նույնիսկ իրանք այդպես լինեն, այլ եթե քաղաքական անջատում են զուտ ֆինանսական տեսանկյունից, ես օրինակի համար ոնց կդատեի, ասեմ 1 րոպե, չէ՞ որ արբիտրաժում գործ կա, այսինքն այդ գործը կարող է ինչ-որ առումով չգիտենք վճիռը ինչ կլինի, հա, եւ դրա արդյունքում կարող է նույնիսկ ես հիմա գնամ գործողություններ անեմ, հետո ես ինքս վնասվեմ, ես այդ ռիսկային գործարքի չեմ գնա։ Եվ երկրորդը, քանի որ այստեղ կա նաեւ կառավարության գործողություններ, որը բոլորն են ասում, մաքուր տնտեսական եւ ֆինանսական չէ, կա այդտեղ նաեւ քաղաքական կոմպոնենտը, ամեն ինչ կյանքում հնարավոր է, հասկանում եք, հնարավոր է նաեւ որոշակի քաղաքական փոփոխությունների ժամանակ, այդ նշանակում է արդեն նա եւս իր ներդրումով վնասված կլինի, որովհետեւ նոր կառավարությունը ենթադրենք միգուցե այլ աշխարհով կնայի։ Դրա համար այս տեսանկյունից բարդ է լինելու նաեւ նոր գնորդի գտնելը, որը կհամաձայնի իր ֆինանսները ներդրել, որը կհամաձայնի վտանգել, այո, վտանգել, որովհետեւ մենք ունենք, տեսեք, գործարքներ նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մենք ունենք Ամուլսարում, գիտեք, որ այդտեղ էլ կան արբիտրաժում գործողություններ եւ այդ գործեր եւ այդ գործողությունները կառավարության վիճարկվում են նախկին սեփականատերերի կողմից։ Ես վստահեցնում եմ, որևիցե ներդրող չի ցանկանում անընդհատ լինել այդպիսի դատական վեճերի մեջ։ Դա վտանգում է եւ վնասում է իր ֆինանսական կառավարմանը, հենց այն պարզ պատճառով, որ նույնիսկ եթե գնան օրինակ բանկ կամ ենթանենք միջազգային կապիտալի շուկա կամ ներքին կապիտալի շուկա փորձեն վարկ վերցնեն, փոխառություն վերցնեն։ Իհարկե այս երևույթները բացասական են ազդելու գնանշման վրա։ Այլ հավասար պայմաններում պատկերացնում եք, ասենք դուք ունեք երկու ընկերություն, մեկը ընդհանրապես որևիցե խնդիր չունի, մյուսը թաղված է դատական process-ների մեջ, ում ավելի ցածր տոկոսով վար կտակ։ Բնականաբար նրան, որը որ մաքուր է, որևիցե դատական վիճարկումների մեջ չկա։ Իսկ այն, որը որ թաղված է դատական process-ների մեջ, բնականաբար սա ավելի թանկ գնով վար կտակ։ Սրանք երևույթներ են, դրա համար ասում արտաքին ներդրողներ եւ ֆինանսիստները ամեն կոպեկներ հաշվում են։ Եթե կներեք, եթե այսպես ամփոփենք պարոն Արամյան, կարելի է ասել, որ հիմա շատ անորոշ է ամեն դեպքում եւ գնորդի հետ կապված իրավիճակը եւ հետի չնայած լիցենզիայից զրկվել է, բայց օտարման գործընթացը, այսինքն շատ անորոշ իրավիճակ է մեզ հաշվում։ Կարծում եմ այո, եւ դրա մասին է հենց Moody's-ի վարկանիշող կազմակերպության այդ փոքր press release-ը, որտեղ որ նրանք հենց դրա մասին խոսում են, հենց դրա համար էլ հեռանկարը տվել են բացասական։ Եթե ուշադրությամբ կարդանք մեսեջը, որը դրված է Moody's-ի այդ վարկանշման press release-ի այդ նկարագրական մասում, ասում են, եթե շարունակվի այս process-ը, մեր բացասական հեռանկարը իրականում կհանգեցնի եւս մեկ անգամ իջեցման հեծի վարկանիշի իջեցման, եւ սա լավ բանի չի հանգեցնի։